Այսօր մեր հյուրն է նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, բարև ձեզ պարոն Մելիքյան։ Շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ինչպես է գնահատում հետընտրական զարգացումները, մասնավորապես Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները։ Առհասարակ ես կարծում եմ, որ այս ճանապարհը, որ ընտրվել էր պարոն Հովհաննիսյանի կողմից, փակուղային է ի սկզբանե եղել։ Գիտեք, որ ես ինքս նախապես եմ հայտարարել, որ ընտրությունները օրինական եւ իրավաչափ չեն, ցավոք այլ տեխնացուները չմիացան այսին որոշմանը, մտան ընտրական գործընթացների մեջ, ճանաչեցին այս ընտրությունների իրավաչափությունը գոնե մասնակիցների քաննակության տեսանկյունից եւ հիմա փակուղը առաջ են կանգնած եւ իրենք եւ կանգնեցրել են իրենց կողմնակիցներին։ Այստեղ ըստ էության ելք չկա։ Ճիշտ է մի բան։ Այս ընտրությունները օրինական չեն եւ պետք է անվավեր հայտարարվեն, բայց պարոն Հովհաննիսյանի եւ իր կողմնակիցների կարեւորագույն սխալն այն է, որ իրենք ճանաչում են, որ այս ընտրություններին մասնակցել է 1.500.000 մարդ, ինչը իրականությանը համապատասխանել չի կարող, եւ փորձում են վիճարկել դրանց օրինականությունը մասնավոր առանձին դեպքերի հիման վրա, ինչը փակուղային ճանապարհ է եւ ոչ միտեղ չի տանելու իրենց։ Սա այն ուղին է, որով անցավ 2008 թվականին պարոն Տեր-Պետրոսյանը եւ այս ուղին, ինչպես հայտնի է, որևէ տեղ չհասցրեց։ Նույնը լինելու է այս անգամ, ես շատ ցավում եմ դրա համար։ Այսքան մարդ է հավաքվել, ինչ է սպասում այս մարդկանց։ Նորից հիասթափություն, ինչ է կարծում։ Ես կարծում եմ, որ այո։ Ես կարծում եմ, որ այո եւ այդ տեսանկյունից միակ խնդիրը, որ այսօր պետք է լուծվի, դա ընտրությունների անօրինականությունը ճանաչելու խնդիրն է։ Եվ այս առումով ցավոք սրտի պարոն Հովհաննիսյանը եւ իրեն սատարող ուժերը ամենահարմար պահը ժամանակը բաց են թողել եւ ամենակարևորը շարունակում են կատարել նույն սխալը, մասնավոր օրինախախտումները դարձնել խնդրի հիմք, այնինչ դրանք կեղծված են եղել ի սկզբանե մոտ 700.000 ընտրակվեներ հավելագրելու պատճառով։ Եվ այս իրավիճակից դուք ինչ ելք եք տեսնում։ Քաղաքական խորհրդատվություններ պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև, բայց ես գտնում եմ, որ ամեն դեպքում այսօր պարոն Հովհաննիսյանը ըստ էության ավելի վատ դիրքերում է, քան պարոն Սերժ Սարգսյանը, հատկապես իրենց երեկվա հանդիպումից հետո։ Ինչ նկատի ունեք։ Օրինակ շատերը հիացած էին այսօր Ազատության հրապարակում Կարապետ Ռուբինյան եւս մի քանիսը ասում են, թեև կարծում են, որ Ռաֆի Հովհաննիսյանը սխալ արեց, երեք են այդպես մտածում, որ գնաց Սերժ Սարգսյանի մոտ, այսօր այնտեղ հպարտությամբ ասում են, որ պարզվեց Ռաֆի Հովհաննիսյանը ճիշտ վարվեց, տղամարդավարի վարվեց։ Դե գիտեք, ընտրությունից ընտրություն նույն մարդիկ, նույն տեղում, նույն սխալներն են կրկնում եւ գովերգում են մի գործելավոճ, որը որ իրականում անարդյունավետ է։ Զգացմունքային ճանապարհը քաղաքական խնդիրներ լուծելու լավ ուղի չէ։ Դրա համար անհրաժեշտ է ճիշտ մասնագիտական մոտեցում, քաղաքական խնդիրներ պետք է դրվեն քաղաքական մակարդակում եւ լուծումներ ստանան։ Այս իրավիճակում նման բան մենք չենք տեսնում եւ կրկնեմ նորից, պարոն Հովհաննիսյանը ժամանակին լուրջ սխալ արեց, որ մտավ քվեարկության գործընթացի մեջ։ Այսօր նա այդ սխալը կարող է շտկել, թե ոչ։ Իր համար դա շատ դժվար կլինի եւ վախենամ, որ փորձ արվի ժողովրդին դարձնել այս իրավիճակի պատանդը, տանել բախումների, թեև կարծում եմ, որ այս ներուժը այս անգամ չկա պարոն Հովհաննիսյանի շուրջ։ Նկատի ունեք 2008 թվականին։ Այո։ Ոչ այս ներուժը, ոչ այդ վստահությունը, մարդիկ էլ արդեն դառը փորձ ունեն։ Բայց Ազատության հրապարակում փաստն այն է, որ շատ մարդ կա։ Այո։ Եվ այսքան մարդը ինչ որ պահանջում է, որ իրեն առաջնորդեն, տեր կանգնեն իրենց ձայներին։ Այսքան մարդը այս երկրի իշխանություններից է հիասթափված, այսքան մարդը հավատում է պարոն Ռաֆի Հովհաննիսյանին մասնակիորեն երևի թե գոնե մեծ մասը, որ եկել են հրապարակ, մի մասն էլ իր անձնական քաղաքական խնդիրներն է լուծում, բայց ընդհանուր առմամբ երկրում իրավիճակը շատ ծանր է, հոգեբանական մթնոլորտը գաղջ է ու ցավոք սրտի ելքն այսօր թատերական հրապարակում չէ։
Շատ լավ, փաստն այն է, որ Ժառանգություն կուսակցությունը պատրաստում է նորից հանրահավաքներ անցկացնել, չնայած արդեն հայտարարել են, որ քաղաքապետարանը թեև իրազեկել են եւ համաձայնություն չի տվել, միևնույն է նրանք շարունակելու են խաղաղ հանրահավաքները, օրեր շարունակ դա կտևի։ Այս շատերին արդեն նույն ձեր ասածն է մտահոգում, որ գուցեև մարտի 1 կրկնվի։ Ձեր կարծիքով այս անգամ իշխանությունները կգնան այդ քալին թե չէ։ Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր որոշողը, հիմա Սերժ Սարգսյանը։ Ես կարծում եմ, եթե փորձ արվի իրապես ապակայունացնել ներքին իրավիճակը եւ գնալ ուժային իշխանափոխության, ապա անշուշտ իշխանությունը ուժ կկիրառի։ Եվ կարևոր չէ Սերժ Սարգսյանն է իշխանության ղեկավարը գործադիր, թե Ռոբերտ Քոչարյանը։ Ի վերջո 96 թվականին էլ ուժ կիրառվեց, այն ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Բոլոր այն ուժային գործողությունները, որոնք կարող են սպառնալ երկրի անվտանգությանը եւ խոցելի դարձնել մեր արտաքին հակառակորդների համար, իհարկե կարժանան ուժային հակահարվածի։ Եվ ամեն դեպքում ես հեղափոխությունը եւս ճանապարհ եմ որպես դիտարկում։ Դա լավագույն ճանապարհը չէ, բայց վստահ եմ, որ այսօր ոչ պարոն Հովհաննիսյանն է պատրաստ հեղափոխությունը իրականացնել, ոչ իր մերձավոր շրջապատը։ Բայց պատրաստ են ժողովրդի մի հատվածը, փաստն այն է։ Ժողովրդի մեծ մասը միշտ էլ պատրաստ է, բայց դժբախտաբար այդ ժողովրդին միշտ կես ճանապարհին լքել են առաջնորդները։ Դուք կարող եք առաջնորդնել նրանց։ Հեղափոխության։ Ինչգիտեմ, ինչ տարբերակով։ Ես առհասարակ ուժային առճակատման դեմ եմ եւ կարծում եմ անցած 1 ամսվա ընթացքում ցույց տվեցի, որ դուք քաղաքական ճանապարհով հնարավոր է շատ շոշափելի արդյունքներ արձանագրել եւ քաղաքական ուղին առավել արդյունավետն է բոլոր դեպքերում, բայց դրա համար պետք է կարողանալ ձևակերպել ճիշտ քաղաքական օրակարգ եւ սկզբունքներից հետ չկանգնել։ Դուք նշեցիք, որ 96 թվականին նաև Լևոն Տեր-Պետրոսյանն էր եւ այն ժամանակ ուժ գործադրվեց, փաստն այն է, որ այն ժամանակ որևէ զոհ չի արձանագրվել փառքաստով, բայց քանի գնում է մեր երկրում իրավիճակը ավելի վատանում է, այսպես միջև ուր կարող ենք հասնել, սա ինչի մասին է խոսում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ ուր ենք գնում։ Սա մեր կառավարման համակարգի արատավոր դրսևորումն է, իսկ մեր քաղաքական պետական կառավարման համակարգը կոռուպցիոն կառավարման համակարգ է, որից մենք պետք է իհարկե հնարավորինս արագ հրաժարվենք։ Ցավոք սրտի այս ընտրական փուլում գոնե մինչև ամսի փետրվարի 18-ը մեզ չհաջողվեց արմատական փոփոխություններ գրանցել, բայց իրավիճակը անշուշտ զարգացում է ապրում եւ ավելի կզարգանա մոտ ապագայում։ Ես նկատում եմ քաղաքական զարգացումներ։ Մենք այսօր կանգնած ենք Հայաստանում իրական եւ շատ խորը քաղաքական ճգնաժամի նախաշեմին։ Եվ այդ ճգնաժամը կապված չէ այսօրվա փողոցային ելույթների հետ։ Դա համակարգային ճգնաժամ է, որը պետք է իր լուծումը գտնի։ Շատ լավ, դուք հստակ ասում եք, որ չեք գնա Ազատության հրապարակ։ Եթե իրավիճակ փոխվի, մարդկանց թիվը զբոսնելու կգնաք։ Այս կոչերին ես չեմ միանա եւ այս մոտեցմանը չեմ միանա, որովհետեւ գործը սխալ է բռնած ի սկզբանե։ Տունը կառուցում են ամուր հիմքերի վրա։ Սա ավազի վրա կառուցված մի կառույց է։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Մելիքյան մեր հաղորդմանը մասնակցելու համար։